Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև վիճակի կամ կաթնապուրի տոն։ Այս տարի հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը մայիսի 29-ին, ինչի առիթով մեր տաղավարում կան հյուրեր, որոնց հետ կքննարկենք բոլոր մանրամասները։ Իհարկե, մեր հյուրերն են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր-Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ երիտասարդ միությունների հոգևոր խորհրդի անդամ Էլեն Հակոբյանը, Ռուդիկ Արոյանի անվան մասունք ավանդական երգի բարի համույթի համաղեկավար Հայարփի Անանյանը։ Ամեն ինչ ճիշտ էր։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի, բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, նվերներով եք եկել, ոնց հասկացա, շատ սիրուն, գաթաներով, բայց նաև խոսենք օրվա խորհրդի մասին, ինչի է նաև կաթնապուր կոչվում, եւ ինչ պիտի անեն այդ օրը երիտասարդները, գուցե եւ ոչ միայն երիտասարդները։ Սիրով վաղը հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է համբարձման տոնը, ինչպես դուք ասեցիք, հարության տոնից ուղիղ 40 օր հետո համբարձման տոնը միշտ հինգշաբթի է ընկնում։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնն է, երբ ինքը իր առաքյալների հետ բարձրացավ Բեթանիայի բարձունք եւ համբարձվեց երկինք։ Առաքյալները միշտ մտածել են, որ Հիսուս Դավթի ժառանգն է եւ պետք է աշխարհիկ իշխանության կամ աշխարհիկ թագավոր լինի, բայց ինքը ապացուցեց, որ ինքը ավելի երկնավոր արքայության արքան է եւ ապացուցեց իր աստվածային էությունը բնականաբար եւ մի շատ կարճ պատմություն կա Ղուկասի ավետարանի վերջի գլխում, վերջի համարները, որ առաքյալները ուրախությամբ գնում են արդեն ավետելու այդ խորհուրդը, համբարձման խորհուրդը, հիմնականում դա է, բայց մեր ժողովրդի մոտ ավելի շատ ընդունված է համբարձման տոնը ավելի ժողովրդական իմաստով նշելը կամ ջանգյուլումը, ինչպես ասում եք, կամ վիճակահանությունը։ Նախ ուզում եմ վիճակահանության մասին հենց սկզբից ասել, որ այդ հարցը չարծացվի, որովհետև միշտ քննադատությունների է ենթարկվում, թե եկեղեցին վիճակահանությամբ է զբաղվում։ Ավետարանում կա շատ հետաքրքիր պատկեր, այնտեղ երբ Դավաճան Հուդային փոխարինող պետք է ընտրեին, վիճակահանություն են անում եւ վիճակահանության արդյունքում ընտրվում է Մատաթյան 12-րդ առաքյալներ լինում։ Եթե ոչ մի խնդիր չկա, գուշակություն չկա, սնոտիապաշտություն եւ հեթանոսություն չկա։ Ի լուր մեր ժողովրդին ասեմ։ Արդեն 12-րդ տարին է, ավելի շատ Էլենը կներկայացնի հիմնական ծրագիրը եւ մեր Հայարփին արդեն ժողովրդական սովորությունները մենք համագործակցում ենք միասին։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նախ Թումո կազմակերպության ղեկավարությանը, որովհետեւ իրենք այնտեղ ենք մենք ամեն տարի անում եւ իրենք շատ սիրով տրամադրում են եւ տարածքը եւ հնարավորություններ եւ աջակից են լինում մեզ այդ ծրագիրը իրականացնելու ազգային եկեղեցական այդ տոնը նշելու համար, նաեւ մասունք ազգագրական երկիպարի համույթին, որ իրենք անշահախնդիր, անսակար կերպով մասնակցում են մեր միջոցառմանը։ Դե խնդրեմ ներկայացրեք։ Չեք ուզում ներկայացնեք։ Ես ներկայացնեմ։ Դե ինչպես Տեր հայրը նշեց, հավաքվում ենք Թումոյի բակում, Թումոյի այգում, միասին նշելու համբարձման տոնը երգով, պարով, կաթնապուրով անպայման, քանի որ այդ կաթնապուրը ինքը հին պատմություն ունի, իրականում հայերը հնում կարծել են, որ մայիս ամսին կենդանիները ինչ-որ անուշաբույր կովեր հիմնականում, ինչ-որ անուշաբույր ծաղիկներ են ուտում, որի արդյունքում կաթը ավելի անուշաբույր է դառնում, ավելի համեղ է դառնում, դրանից էլ կախված արդեն համբարձման տոնին պատրաստում են հիմնականում կաթով պատրաստած ուտեստներ, կաթնապուրը, գաթանը ավանդական, ու մենք այսպես որպես միությունները ամեն մեկը ունի իր առանձին գործը, մեկը պատրաստում է կաթնապուրը, մյուս միությունը թխում են գաթաները, մյուսները տիկնիկներ են գործում համբարձման տոնի համար ու երգով, պարով, մեծ շուքով նշում ենք համբարձման տոնը։ Շատ են մասնակիցների, շատ են մարդ հավաքվում։ Բավականին շատ ու շատ գովելի է, որ մարդիկ գալիս մասնակցում են ազգային տոներին ու այդքան ոգևորությամբ են մասնակցում, այդքան ուրախությամբ նշում են մեր հետ։ Իսկ մշտական մասնակիցներ կան, ճանապարհին Տեր հայրն էր պատմում, որ կան մարդիկ, ովքեր անհամբեր սպասում են, թե ամեն տարի երբ պիտի նորից նշեն համբարձման տոնը։
Ինչ է տեղի ունենալու, եթե մենք խոսենք ազգային առումով, հա, ինչ ավանդական պարեր են ընդունված, ինչ պիտի արվի։ Տոնի զարդը ծաղիկներն էին հիմնականում, երիտասարդ աղջիկները գնում էին առավոտյան ծաղիկներ հավաքելու եւ մեկ օր առաջ էին սկսում, հա, 5-շաբթի օրներ համբարձումը, բայց 4-շաբթի օրվանից արդեն տոնական տրամադրությունը կար։ Գնում էին դաշտերից ծաղիկներ հավաքելու, ծաղիկներից նախ եւ առաջ պատրաստում էին ծաղկամեր, այդպես էր կոչվում, ծաղիկների մայրը, կամ եթե նույնիսկ ծաղիկներով չէին պատրաստում, վիճակի արուս էին պատրաստում, տիկնիկը, որը հենց այդ տոնի գլխավոր կերպարն էր։ Ու սափորի մեջ հավաքում էին իրեր, ամեն մեկից մի իր, որ հետո պիտի բարեմաղթանքներով դուրս հանեին այդ իրերը։ Մենք նույնը կրկնելու ենք, իհարկե ծաղկահավաք չենք անի, բայց ծաղիկներ կունենանք, ծաղկեպսակներ կունենանք ու ծաղկամերն էլ մեզ հետ երգելով, պարելով, վիճակի երգեր երգելով, թափոր կունենանք, քայլերթ կունենանք, Թումոյի այգու սկզբնահատվածից մինչև Թումոյի շենք։ Տեր հայր, քանի որ այսօր մայիսի 28-ն է, այսօր տոն է մեզ համար, նախ շնորհավորում եմ մեզ բոլորիս, մեր հայրենակիցներին, ուզում եմ հասկանալ, անկեղծ ասած չգիտեմ, եկեղեցին որևիցե մի կերպ մայիսի 28-ին անդրադառնում, չգիտեմ, պատարակ կլինի, ոնց կլինի, ինչ որ տոնակատարություն, ինչ որ մի ձևով անդրադառնում են նմանատիպ տոներին։ Այո, ես էլ եմ ուզում շնորհավորել մեր ժողովրդին Առաջին հանրապետության տոնի առիթով, գոնե մայիսի մի տոն մնացել է, որ ինչ-որ ձևով նշում ենք։ Որ տոն է։ 1918 թվականին, երբ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունը, Գևորգ 5-րդ կաթողիկոսը նաև իր կոնդակով հաստատեց, որ պետք է հանրապետական մաղթանք լինի։ Հանրապետական նկատի ունի հանրապետությանը վերաբերող, ոչ հանրապետական կուսակցությանը, հանրապետությանը վերաբերող պետք է մաղթանք լինի եւ առաջին անգամ հնչել է 1919 թվականին այդ մաղթանքը, հրաշալի մաղթանք է ինքը, աղոթքներով, երգեցողությամբ, զանգերի ղողանջների ներքով, բայց խորհրդային տարիներ, երբ որ հաստատվեց, դադարեց այդ մաղթանքի կատարումը։ Դրանից հետո 1991 թվականին, երբ արդեն անկախություն էինք ձեռք բերել, 91 թվականին նորից 91-ից սկսած արդեն մայիսի 28-ին բոլոր եկեղեցիներում կատարվում է հանրապետական մաղթանք։ Ընտիր։ Այսօր բոլոր եկեղեցիներում կկատարվի հանրապետական մաղթանք։ Ժամ կա ինչ-որ կոնկրետ։ Առավոտյան ժամերգությունից հետո կկատարվի հանդիսավորապես կկատարվի հանրապետական մաղթանքը։ Վաղուց է, որ է տարվում է։ Վերահաստատվեց նաև 1991 թվականին։ Իսկ միշտ նույնն է ասելիքը, ուղերձը։ Հա, ինքը հրաշալի կարգ կա, հենց մաղթանքի կարգ կա։ Մենք ունենք Սուրբ Էջմիածնի մաղթանք, ունենք հայրապետական մաղթանք եւ նաեւ ունենք հանրապետության նվիրված Հայաստանի Հանրապետությանը։ Ինչն է բովանդակությունը։ Այնտեղ նախ հայմերով է սկսվում, հետո շարականների երկակցությամբ աղոթք կա, որի ժամանակ հիշատակվում է Հայաստանի Հանրապետությունը եւ նաեւ օրհնության կարգ կա, որ Հայաստանի Հանրապետության 4 կողմերը օրհնվում են, անդաստանի կարգ է կատարվում, եւ կա նաեւ մաղթանք ու պահպանիչ աղոթքը, որով օրհնվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը։ Ինքը շատ լավ մաղթանք է, հրաշալի։ Անցնելով օրվա խորհրդին, քանի որ մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ մի քիչ էլ, եթե մենք ուզում ենք իրապես սիրել մեր հայրենիքը, պիտի ճանաչենք, իսկ էլի այս ավանդական տոները բերում են նրան մի քայլ ավել ենք ճանաչում, որտեղից է գալիս այս ավանդական տոնը, հա, որ ինչով է պայմանավորված օրինակ օրվա ուտեստը կամ երգն ու պարը կամ ասելիքը։ Երբ վստահ եմ, որ երիտասարդներն են ավելի շատ ակտիվ մասնակցում, որովհետև այս իրապես տոն է։ Իրականում գալիս են ուղղակի, որովհետև մի խումբ մարդիկ են հավաքվել այնտեղ հավես է, թե գալիս են, որովհետև գիտակցում են ինչ է տեղի ունենում։
Իհարկե մենք հույս ունենք, որ մարդիկ գիտակցում են, որովհետև Տեր Հայրն էլ այնտեղ բազում անգամներ ասում է, որ մենք հենց համբարձման տոնն ենք նշում, ոչ թե օրինակ ուրիշ տոն, ոչ թե ուղղակի հավաքվել ենք, որպեսզի ուրախանանք, այլ հենց համբարձման Հիսուս Քրիստոսի համբարձման տոնն ենք նշում։ Տոնի խորհուրդը դեռևս 5-րդ դարից է գալիս, բայց Արարատյան հայրապետական թեմում մենք արդեն 10 տարուց ավել է ինչ իրականացնում ենք ու հենց այս նույն ֆորմատով ենք իրականացնում, երկու պարով, ազգային ոգով անպայման, գաթայով, կաթնապուրով, տիկնիկներով, իհարկե ծաղիկներով ու վիճակի արարողություն ենք անում անպայման, որը էլի հնուց եկած ավանդույթ է, անպայման պահպանել ենք հենց այդ ավանդույթները եւ դրանց վրա ոնց որ մերն ենք կառուցել։ Հիմա մենք վիճակի արարողությունը անում ենք աստվածաշնչյան տողերով, որը երբ որ քաշում են, այսինքն աստվածաշնչյան ինչ որ հատված են գնում, ինչ որ մեկին, ոչ թե գուշակություն։ Չենք բերել, բայց կարող եմ ասել։ Եթե ժողովրդական տոնին հետադարձանենք, իրականում այդ խոսքերը բանավոր էին ասվում, այնպես որ Տեր Հայրն էլ մեզ հետ է կարող ենք բանավոր բարեմաղթանքները ասել, որովհետև նույնիսկ երգերի մեջ, երբ որ ժողովուրդներ նշում, հա, իրենք երգում էին բանավոր, թղթերով չէին բաժանում, մենք հիմա ուղղակի տոնը ավելի արագ կազմակերպելու համար թղթերի վրա ենք գրում մեծ հաշվով, որ ավելի արագ ստացվի։ Եթե նախկինում տոնը մի ամբողջ օր էր տևում, հիմա մենք պետք է 1.5 ժամվա մեջ տեղավորվենք, իսկ թի վրա գրածը արագացնում է։ Որոնք հավատում են, ունեն այդ հավատը, իրենք քաշելով այն ինչ որ ընկնում է, գուցե դրա խորհուրդը փորձում են պահել ոչ տարվա ընթացքում կամ իրականացնել կամ շտկել ինչ որ բան նայած ինչ է ընկել, էլի դա ամիշի օրը չընկնենք իհարկե, բայց միծուլացիր էր ընկել, էտելի աստվածաշնչից ընկած, եկա տեսեք ինչ կա, որովհետև գուցե եւ հենց դա է, իրենք ամբողջ տարվա երևի ոչ մեկին չէր խանգարի, որ հենց դա Ես չեմ հիշում ինձ ինչ էր ընկել, որովհետև էլի ինչ որ շատ հետաքրքիր խորհուրդ էր ընկել, հստակ Ձեր դստեր հետ եք եկել, ես հիշում եմ, հա։ Միշտ գալիս եք իրականում ինձ շատ հավես է որ ասում այդտեղ ներկա գտնվել ու նաև տեսնում եմ որ շատ են երիտասարդները ոգևորում է դա որովհետև ես նախորդ անգամ հյուրին հարցնում էի որքանով է այսօր ազգային ավանդականը նորաձև երիտասարդի համար ու ուրախությունից ասում եմ որ հիմա շատ ավելի է խոսվում ազգային ավանդույթների մասին, տոների մասին, պատկերացումներ ու գիտակցում կա, գիտեն ինչի համար է, այսինքն շատ ազգայինին մոտ են գտնվում, քան որ թվում էր թե որ ավելի առաջ է եղել։ Բայց բանը իզուր չունենք, քաշեինք, հասկանայինք մեզ հալավ այսօր չի, վաղնա։ Վաղը համեցեք միջոցառմանը։ Շտապում է։ Եթե կազմակերպեինք, տեսնենք ինչ։ Ես ոնց եմ սիրում քո այդ բնավորությունը, անընդհատ Անուշիկ այն միջինքի հետ կապված, նմանատիպ առասարակ բառը Անուշիկի շատ գրավիչ է, ուզում տեսնի ինչը։ Իհարկե հավես է, բայց այդ բառը շատ հավես բառ է եւ իրոք արարողությունը շատ հավես անցնում։ Տոնը կսիրես, հետո կսկսես կամաց ճանաչել նաև նրա խորհուրդը։ Ես դա էի ուզում ասել, որ երիտասարդները գուցեև սկզբում գալիս են զուտ հավեսի համար, բայց հետո դա դառնում է նաև սովորություն, դա դառնում է ինքնագիտակցության ձև, ինքնաճանաչման ձև։ Բայց դա էլ նորմալ է, երբ որ հավեսի համար գալիս են, որովհետև Տոնը ինքը հավեսի համար է։ Դրա մեջ ինչ-որ հետաքրքրություն չեն տեսնում։ Երբ որ գալիս են, դա նշանակում է, որ արդեն կամած փոքրիկ հաղթանակներով գնում ենք մենք դեպի կարևոր նպատակակետին, որ նաև մարդիկ իմանան տոնի խորհուրդը, իմանան առասարակ այդ ամեն ինչի խորությունը եւ վերջիվերջո այդտեղից է ծնվելու ամեն ինչ, այդտեղից է սկսվելու ամեն ինչ։ Շատ կարևոր է։ Ժողովուրդը սպասում է տոնին, սպասում է անկեց։ Քանի որ խոսվեց այն մասին, որ դուք ձեր ուղերձը, հա, հայազգին, ոչ ասենք հեռուստադիտողին, բոլորին պիտի տակ, խնդրեմ։ Այս հարիտով թե ընդհանրապես։ Չէ, դա աղջիկը ասում էր, որ բանավոր ձևով են հիմնականում բարեմաղթանքներն արվել։ Հիմա բանավոր ձեր խոսքին ենք սպասում, Ջանգելումի հետ կապված։ Ամբողջը չէ, էլի կարող եք մի քանիսը, որի պակասը գուցե ունենք։ Եթե ազգին ավերաբերում, բնականաբար մեր ժողովրդին ավերաբերվում, ես կուզեի, որ մեր ժողովուրդը մի քիչ համբերի, կարծում լավ կլինի Տիրոջ օրհնությամբ, Աստվածային օրհնությամբ եւ կարծում մեր բոլորի աղոթները առաստված տեղ կհասնի եւ կգա մի պահ, որ մենք չենք ընդհատի մեր միջոցառումները, որովհետեւ
մեր ազգային տոնը երբ որ մենք նշում ենք, ես ուզում եմ ասել, մենք 2 տարի ընդհատում տվեցինք 20 թվականի կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով, կուզենայի որ ընդհատումները ընդհանրապես չլինի, ազգային ոգին, մեր ազգային ինքնության ոգին թող թևածի մեր ամբողջ այս փոքրիկ բազմաչարչար հայրենիքի վրա ու թող մեր ազգը լինի առողջ, ամենակարևորը հավատքով ոչ միայն առ Աստված, այլ նաև գալիքի նկատմամբ ուներ հավատքը։ Շնորհակալություն, ինձ թվում է իսկապես մեզ շատ է այդ իրար սիրելը պակասում։ Մեզ նաև շատ է համբերություն է պակասում, շատ կարևոր բան է համբերությունը։ Դե Ես իհարկե դա շատ օբյեկտիվ պատճառով է, որ մենք համբերություն չունենք, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, բայց մեզ մի քիչ համբերությունը չի խանգարի իրոք, ամեն ինչ լավ է լինելու, ես եմ համոզված։ Դե համբերությունը էլի երևի թե հանդուրժողականության հետ կապ ունի, որը մենք չունենք, էլի ահագին չունենք։ Մեկը մյուսի հետևանքն է։ Այո։ Իրականում երբ փորձում ես ինչ-որ բանի մասին խոսել, դու հասկանում ես, որ իրենք այնքան շղթայված են իրար, որ ինչի ես օրինակ մի բանից, հա, թեմայից գալիս ընկնում լրիվ մի այլ թեմա, դու հասկանում ես, որ իրանք ուղակի զուգորդվող են։ Նա չկա այն, մյուսը չի լինի, այն մեկը չկա, այն մեկը չի լինի, իսկ եթե կա, ուրեմն իրար շղթայված մնացածն է սկսում ճիշտ հյուսվել իրար։ Այո։ Ու տա Աստված, որ մենք իրականում այդ ատելությունը, այդ սեփական գործը թողած ուրիշ խոսք ու զրույցներից դուրս գանք, գործ անենք, մենք մեր գործն անենք, գոնե թե ու լավ անենք։ Ու լավ անենք։ Ոչ թե ձևացնենք, որ գործ ենք անում, այլ իսկապես գործ անենք։ Շատ դիպուկ է, մենք ավելի շատ ձևանում ենք, քան կանք։ Ասում եմ դրա համար մի 2 տարի առաջ լսեցի այդ արտահայտությունը, ասում եմ ձևն է կերել բովանդակությունը։ Իրականում մենք այո, բովանդակության մասին մոռացել ենք, հենց իմիտացիա ենք անում, որ մենք շատ բան ենք։ Լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի։ Դավիթ այսօր շատ լավատես է։ Մի բան տեսել է կամ մի բան գիտի։ Տղես է ասել։ Հա։ Ասես պապա ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ։ Դե ուրեմն հավատանք, ասում եմ երիտասարդների ու հատկապես անմեղ սերնդի զգացողություններին, մի քիչ էլ մեզ փոխանցենք այդ լավատեսությունը, սերը ու ինչու՞ չէ նաև, այո, մի քիչ էլ համբերությունը։ Ու որ Աստված լավ լինի։ Մենք շնորհակալ ենք, որ մեջուրն էիք, ու շնորհակալ ենք, որ անդադար անկախ ամեն ինչից փորձում եք տոնը իրականացնել իր բոլոր գույներով, որովհետև սա էլ համախմբելու շատ մարդկանց եւս մեկ առիթ է։ Իսկ եթե այդ համախմբվելը ձևավորվում է տոնի, ազգային տոնի շուրջ, ուրեմն այդ էլ ավելի մեծ հաղթանակ է, որ դուք կարողացել եք անել։ Դուք չանեիք, չնշեիք, չէր էլ լինելու, չէր էլ հիշվելու։ Մենք ինչքան շատ դինենք վաղը, այնքան մեր հաղթանակը ավելի մեծ կլինի։ Այո, այնպես որ բոլորին հրավիրում ենք։ Վաղը ժամի քանիսին ենք հրավիրում Թումոյի այգի։ 6:30։ 18:30 Անձրև չգա մենակ։ Ցելի երիտասարդներ, եղանակը իդեալական է, գոնե թե Երևանում բավականին տաք եւ լավ եղանակ է, բոլորս 18:30 լինում ենք Թումոյի այգի ազգային ու շատ գեղեցիկ տոնի շուրջ ենք համախմբվելու։ Շնորհակալ ենք մենք ձեզ։ Մենք շնորհակալություն։ Այս պահին մեր եթերում գովաստ։